ժողովուրդ դուք տենց վատ կարծիք ունեք հայ ժողովրդի մասին։ Տղեկ, այդ որ այդքան ռուս եք ուզում բերեք այստեղ այդ սահմաններով, որ ասում եք դուք ես ռուսին դեմ, ժողովուրդ ռուս ինչքան մեզի գցեց, ինչքան կարա գցի, որ դուք էլ ասեք ախպեր ջան, ռուսը մեզ թշնամի է։ Լավ թող թշնամի չլինի ախպեր, մի բերեք մտցրեք մեր սահմանների մեջ ռուսին, ախպեր հոգնակ արդեն, չունենք էլ այդքան տարածքի տալու։ Ոնց կարա խոսքի Ուկրաինայում մորթող ազգը, պետությունը լինի ախպեր մեզի, որ մեզի դուք գիտեք ոնց է վերաբերվում, ինչ վատ բառերով է վերաբերվում։ Մտ լոգիկա էլի միացրեք, ուղղակի հասկանաք էդի դավաճանական որոշումներ եւ դա իրագործում է։ Հիմա դուք ուզում եք գաք ու իրեն հետ հավասար մասնակիցը դառնաք այդ գործողությունների, ըստ ձեր ասած գործողությունների, այսինքն դուք եք չէ ասում, որ Փաշինյանը դավաճանն է, ձեր ասելու հիման վրա ես ձեզ հարց եմ տալի, դուք հիմի գնալու եք ձեր ասած դավաճանի հետ նստեք ու իրեն հետ հավասար հանցակից դառնաք այդ ամեն ինչի մեջ։ Ես լոգիկան չեմ կարողանում ուղղակի հասկանալ։ Հիմա եկեք ինձի մորթեք, ասեք գնա Քոչարյանի հետ նստի, ինչ որ մտիկ բան որոշեք ու միասին արեք։ Ինձի մորթենի չեմ թե այդ մարդու հետ նստեմ ինչ որ բան հիմի ուզենամ անեմ։ Չեմ անի։ Միջևեր չեմ անի։ Այս մտի շո փողոցային ես բան է էսի դառը։ Եղբայրս չեմ ուզում որ դուք գնաք առհասարակ ազգային ժողով, որտեղ որ ձեզ եմ ընտրել, ես չեմ ընտրել նախարարությունը, բոլորը գիտեն ես ում եմ ընտրել։ Ու ես չեմ ուզում որպեսզի դառնա նորից կրկես ազգային ժողով, ես հոգնել եմ արդեն 6 տարի կրկես ազգային ժողովը։ 1000 միլիոն անգամ ասեցի ժողովուրդ, եթե դուք Նիկոլ Փաշինյանին դեմ եք, մի գնացեք այս ընդդիմությանը պրոռուսական ընտրեք, այս ռուսամետ ընդդիմությանը մի ընտրեք, որտեղ սա է ելնելու։ Բոլորը գիտեն, որ նրանք վերցնելու են մանդատները։ Հետո որ այդ մարդը ֆորում ասում է, այդ դուք չէիք, որ ուժեղ տղեկ եք, պետք է գայք ինձի փոխեք, բայց չկա։ Բա հելիք մտ հեղափոխություն արեք, այտենց որ ձեռը առնելով ձեր հետ խոսում է, դրա համար է այտենց խոսում, որտեղ ձեզ թվում է մենակ դուք գիտեք, թե ում մոտ եք այդ ում ինչ թղթաբանություն սարքեք։ Այդ բոլորը մեզ էլ է հասնում, հասկանում եք թե չէ։ Դա վարդես խանդալու մտ բան է ստեղծվում։ Այդքան ասում եք, մտ փաստեր ներկայացրեք ժողովուրդ։ Ասում է Արցախը հանձնել են։ Արցախը ոնց է հանձնվել, Արցախը միանձնի է հանձնվել։ Բայց դուք եք ընդդիմությունում, չէ՞, Ռոբերտ Քոչարյանը, դաշնակները ընդդիմություն բան չէիք, պարլամենտում նստած չէիք, որ որոշումներ էիք բանանում։ Ուր էիք այդ ժամանակ, կարեք դա ինձ ասեք։ Սերժ Սարգսյանը չգիտեր ինչա կատարվում իր շուրջը։ Քիչ էր զբաղվում այդ իր շրջապատի հետ։ Ժողովուրդ հասկացեք իմ համար մեկը իրանք կվեկալ են չեն վեկալի, հասկանաք իմ համար բացարձակապես Ռուսիասից ֆիալետովի է իրանք կվեկալ են թե չեն վեկալի, այստեղ հարցն է որ դուք ովքեր որ 500,000 համարը ձայն են հավաքի իրանք ընդհանուր ընդդիմադիրներ 500-ը բերնով էս ասում։ Հասկացեք այս ընդդիմադիր մասը, այս պրոռուսական ռուսամետ մասը չի կարա Նիկոլ Փաշինյան փոխի, չի կարա։ Առհասարակ Նիկոլ Փաշինյանին փոխելը անհնար է մեզ համարում, որովհետև նախարարությունը անհնար է Նիկոլ Փաշինյանին փոխել։ Նիկոլ Փաշինյանին հնարավոր է փոխել միայն երբ որ գա լեգիտիմ, նորմալ, հայամետ ինչ-որ ընդդիմություն։ Երբ որ գան Գուրգեն Սիմոնյաններ, ազգային ժողովում լինեն ընդդիմություն, Վլադիմիր Պողոսյաններ, իմ անունը չեմ ուզում տամ։ Շատ ես եք ուզեի։ Ոչ թե կուզեի գա այդտեղ գումար աշխատեի, ինչ որ չգիտեմ, այլ իմ ազգի համար աշխատեի։ Որովհետև մեր ձայն ավելի լսելի կլիներ Նիկոլ Փաշինյանին, ավելի ընդունելի կլիներ, որովհետև մեր ձայնի հետևից, որ տենում ենք, որ հետևը ոչ գումար կա, ոչ ինչ-որ Պուտին կա, ոչ Եսիմով կա, ժողովուրդը գնում է այդ մարդկանց հետևից։ Ու իրենց երբ մոտիկան հարցում ես, գիտեք ինչ կա, այսքան մարդու, որ դուք ընտրակաշառք եք բաժանում, այս ինչ է կատարվում, իրանք խաբաչ են, դա մենք չենք ասում։ Ինչ եմ Գուրգեն Սիմոնյան ասում, որովհետև մի քիչ մոտիկ է ինձ իր մտածելակերպը, ազգային բաներ ունի ինքը, եվրոպական բաները չհաշված, այդ դեմոկրատական բայրը, ինքը ազգային բաներ ունի, հայկական։ Այդ մյուսներին քիչ եմ ուզում ասեմ, արևմտամետերին բացահայտ լևակներ այնտեղ կան, էլի չեմ ուզում։ Գիտեք, լևակների հանդեպ իմ վերաբերմունքը, ես դա չեմ սիրում, էլի, այն որ գլոբալիզացիա է տեղի ունենում, բերենք միգրանտներ լցենք, բան, դա դեմ եմ ես։ Գուրգեն Սիմոնյանն ես արդեն կարողանում եմ ասել, որպես ընդդիմություն ինքը լիներ, քանի որ իր ասածները ազգային բաներ կան մեջ, այսինքն իմ հայկական արմատների հետ կապված բաներ կա պահպանողական։ Մյուս արմատամետին չեմ ուզում օրինակ բերեմ, իրանք հա չլինի որ լինեին բանում, բայց ես չեմ կարող իրենց այդպես իմ կողմից կոպիտ ասած պատժ կանեմ, որովհետև բացահայտ ձախ լիբերալական ինչ-որ մտքեր է։ Ես լիբերալական մտքին առհասարակ դեմ եմ, այնպես բացահայտ ձախ շփոթում են, հոլի պես ֆրցնում են մարդկանց։
Դուք հիմա դեմ եք, թե ուզում եք բացվի այդ տարածքը, ես չեմ կարող հասկանամ։ Ու հիմի մեզ ավելի շատ ընդդիմությունն է պետք փոխել, որպեսզի Նիկոլ Փաշինյանին առողջ ուժը լինի հակազդող։ Քանստի ինչ որ ես իմ ում բերենք, որ չգիտեմ, ռուսական բանը ստե ուզում բերի, տեսանք ռուսները ինչ են անում, ռուսները մեզ միշտ գցել են։ Դրա համար էս ազգագնումը Նիկոլ Փաշինյանն ընտրում ու ճիշտ է անում։ Ու ձեզ ընտրել, հա, որ sense բան անեք, խառնեք իրար, sense Թուրքիա դեմ եք, թրիփին կողմենք, ես ինչ, բայց նույն բանն էի տոկում էլի, որ թրիփը բացում ես, արդեն Թուրքիա հետ բանը համագործակցում ես։ Բարև ձեզ։ Ձեզ հետ քաղաքական մեկնաբան եւ վերլուծաբան Վանյան Գուրգենն է։ Կամ էլ ուղղակի քաղաքական բլոգեր Վանյան Գուրգենն է։ Այսօրվա մեր թեման լինելու է իմ կողմից կոշտ պատասխանը ուղղված դեպի պրոռուսական ընդդիմությանը, իդեմս Նարեկ Կարապետյանին, քանի որ քիչ առաջ պարզ դարձավ, որ նրանք վերցնելու են մանդատները եւ անցնելու են ազգային ժողով։ Ժողովուրդ, մինչ մեր թեման սկսելը խնդրում եմ, որպեսզի լայքեր դնեք, հենց առաջին իսկ վայրկյանից լայքեր դրեք, քանի որ YouTube-ի ալգորիթմները բոլորով ամբողջովին փոխվել են եւ առաջին իսկ վայրկյաններից լայքերը դա մեծ նշանակություն ունի վիդեոյի տարածման համար։ Հիմա անցնենք մեր բուն թեմային։ Տեսեք, քիչ առաջ պարզ դարձավ, որ Նարեկ Կարապետյանը հայտարարություն տարածեց, որ նրանք անցնում են ազգային ժողով, վաճառաբանելով, որ եթե փողոցում ինչ-որ բան տեղի ունենա, ինչ-որ շարժում սկսվի, իրենք լեգիտիմ ուժ ունենան, որպեսզի պարլամենտում, այսինքն ազգային ժողովում կարողանան փողոցի շահերը առաջ տանեն, ինչ-որ sense մի հատ հայտարարություն տարածեց։ Խաղաղ կերպ կարողանա առաջ տանի, որպեսզի փողոցում ինչ-որ այդ շարժումը տեղի ունենա եւ այլն եւ այլն, sense ինչ-որ խառը ինչ-որ հայտարարություն էր։ Ճիշտ ասած, բուն իր բաններ չեմ ես լսել, ուղղակի այդ արդեն Telegram-ում թարգմանած, ռուսերեն թարգմանած եւ հայերեն տարբերակներով կարդացել եմ ուղղակի ինչ է գրվել, ինչ ասվել։ Ժողովուրդ, հիմա իմ հարցը գիտեք ինչու՞մն է, ում է ուղղված։ Նախ իրանց ընտրողներին ուղղված, մեկ էլ հենց իրանց է ուղղված։ Տղեկ, Նարեկ Կարապետյան ջան, դու ասում ես, որ դուք ուժեղ եք, ուժեղ տղեկ եք, քո հորոխբերը ասում էր, որ գալու ենք ուժեղ ձև ամեն ինչը փոխենք, Նիկոլին փոխենք, դառնանք ուժեղ Հայաստան, հիմա թույլ Հայաստան ենք։ Բայց այդտենց ուժեղ տղեկով հիմա գալու եք ընդդիմադիր աշխատեք Նիկոլ Փաշինյանի մոտ, թե ոնց։ Ինչով եք դուք ուժեղ вообще, որ հիմա այդքան խոսում եք ուժեղ ենք։ Ձեր ուժեղությունը դեռևս ջրիկ նախարարինը ջրիկ անցավ գնաց, հետ չէ ուժեղ չեք, այս ձեր քայլով մենակ։ Ու ինչ որ տես անհետ օրինակները բերում Նարեկ Կարապետյանը, ինչ որ Վրաստանի խորհրդարանի հետ կապված, մեկ կարդամ լսեք էլի։ 2024 թվականին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը եւ չվերցնել իր մանդատները, փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքները եղավ հակառակը։ Միատարր խորհրդարան ընդդիմության բացակայությունը ոչ թե թույլատրին, այլև ավելի ամրապնդեցին իշխող ուժին, որի վարկանիշը 2026 թվականին հասել է ռեկորդային 56%-ի։ Եղբայր, հիմա քեզ մի ասես հարց եմ տալիս։ Դուք ամեն օր ասում եք Նիկոլ Փաշինյանը դավաճանն է, իրեն ընտրողները մոլորված մարդիկ են, չգիտեմ, ինքը թուրք է եւ այլն եւ այլն։ Քոչարն ենք ինչ ասում դաշնակների հետ Նիկոլ Փաշինյանը թուրք է, դավաճանը եւ այլն եւ այլն։ Դուք շարունակում եք մի քիչ ավելի մեղ տարբերակներով։ Հիմա հարց ասում եք Արցախը հանձնել է, սուվերեն տարածքներ կան, 240 կիլոմետր տարածքներ կան, որոնք որ գտնվում են ադրբեջանական վերահսկողության տակ, որոնք որ դեռևս չեն վերադարձվել Հայաստանին։ Հա, համաձայն եմ։ Այդ ամեն ինչը տեղի է ունեցել։ Հիմա ու դուք ասում եք, որ նա չպետք է կառավարի, քանի որ դավաճանական ինչ-որ բաներ է ընդունում եւ դա իրագործում է։ Դավաճանական որոշումներ եւ դա իրագործում է։ Հիմա դուք ուզում եք գաք ու իրեն հետ հավասար մասնակիցը դառնաք այդ գործողությունների, ըստ ձեր ասած գործողությունների, այսինքն դուք եք չէ ասում, որ Փաշինյանը դավաճանն է, թուրք է եւ այլն, ամեն ինչը հանձնում է, տալիս է եւ այլն։ Դուք հիմա գնալու եք խորհրդարան ինչ անեք, որպեսզի լեգիտիմացնեք այդ ամեն ինչը ավելի լեգիտիմացնեք ու դառնաք հանցակից։ Ձեր ասածով եմ էլ ես ասում, ես չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը հիմի հանցագործ է եւ այլն։ Այդպես բաներ ես չեմ ասում, դուք եք ասում։ Ձեր ասելու հիման վրա ես ձեզ հարց եմ տալի, դուք հիմի գնալու եք ձեր ասած դավաճանի հետ նստեք ու իրեն հետ հավասար հանցակից դառնաք այդ ամեն ինչի մեջ։ Ես լոգիկան չեմ կարողանում ուղղակի հասկանալ։ Հիմա եկեք ինձի մորթեք
ասեք գնա Քոչարյանի հետ նստի, ինչ որ մտիկ բան որոշեք ու միասին արեք։ Ինձ մորթինը չեմ թե այդ մարդու հետ նստեմ ինչ որ բան հիմի ուզենամ անեմ։ Չեմ անի։ Միջևեր չեմ անի։ Ես եթե ընտրություններին մասնակցի ու զգայի, որ իմ հանդեպ ինչ որ տենց բան է տեղ ունեցել, որ խաբել են, ձայները գողացել են եւ այլն, ես նախարշն չէի վերցնի այդ մանդատները։ Երկրորդը միտինգների կհելնեի։ Եթե դու ազնիվ ես, եթե դու գիտես, որ դու հաղթել ես կամ լավ չես հաղթել, բայց մի 3% պակաս են քեզի հաշվել, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ունենա բացարձակ մեծամասնություն ու կարողանա միանձնյա որոշումներ կատարի սահմանադրական հարցերում։ Ես դուս կհելի կպայքարեի, ոչ թե գնանք մտնենք, վերցնենք մանդատները, աշխատենք, դե երբ որ տես մի հատիկ այնտեղ Ռուսաստանի հետ ինչ-որ մտ հաշիվ էլի Մեդվեդևը մի երկու բան դուս տա Հայաստանի վրով բան, այդ ժամանակ Հայաստանի կոմիսիայի հետ պատասխանել ինձ մեծ խառը իրավիճակ բռնենք ու ելնենք դուսը միտինգ անենք։ Ու մենք այդ ժամանակ բան կանենք, էլի պայծերշկա կանենք պարլամենտից։ Այսպես մտի շո փողոցային բան է էսի դառը։ Եղբայրս չեմ ուզում որ դուք գնաք առհասարակ ազգային ժողով, ոչ թե որ ձեզ եմ ընտրել, ես չեմ ընտրել նախարարին, բոլորը գիտեն ես ում եմ ընտրել։ Ու ես չեմ ուզում որպեսզի դառնա նորից կրկես ազգային ժողով, ես հոգնել եմ արդեն 6 տարի կրկես ազգային ժողովը։ Իրար հելում էլ հայհույում, թուրք ասում, ես եմ ինչ ասում, են մեկ ասում թուրքի համար քֆուր չեն, մեկ ասում դու թուրք ես, են մեկ ասում չգիտեմ, դու դավաճան ես, ու սենց հետո ամեն ինչ բրծանում է, օրվա վերջում տեմից կադրներ իրար այդպես կանից շփվում են, ժպտում են, ես եմ ինչ են անում, ժողովուրդ կարող գիտեք ստե գիժենք ինչ ենք մենք է։ Մեզ կայֆ չի տալ այդ ձեր այդ բաները, թե թեմաները, հասկանում եք թե չէ։ Մի գնացեք ազգային ժողով, եթե դուք մտածում եք իրոքից, եթե դուք ուժեղ տղեկ եք, եթե դուք մտածում եք, որ դուք հաղթել եք, եթե դուք մտածում եք, որ Նիկոլ Փաշինյանը հանցագործական ինչ-որ բաներ է կատարում, դուք էլ եք գնում իր այդ հավասար բան դառնում այդ դեպքում, ձեր ասածով։ 1000 միլիոն անգամ ասեցի ժողովուրդ, եթե դուք Նիկոլ Փաշինյանին դեմ եք, մի գնացեք այս ընդդիմությանը պրոռուսական ընտրեք, այս ռուսամետ ընդդիմությանը մի ընտրեք, որտեղ սա է ելնելու, բոլորը գիտեն, որ նրանք վերցնելու են մանդատները։ Ես ախր ոնց կարող չիմանամ, եթե արդեն դոկումենտացիաներ են պատրաստում ես երկու շաբաթ ապա մենք դա մասին գիտենք։ Եթե ես դրա մասին գիտեմ, ինչ դոկումենտացիաներ են արդեն սարքում, ինչ փաստաթղթեր են սարքում, որպեսզի մտնեն ազգային ժողով ներկայացնեն արդեն, ոնց կարող Նիկոլ Փաշինյանը չիմանա։ Հետո որ այդ մարդը ֆորում ասում է, այդ դուք չեք, որ ուժեղ տղեկ եք, պետք է գայք ինձի փոխեք, բայց չկա։ Բա հելիք մեծ հեղափոխություն արեք, այտենց որ ձեռը առնելով ձեր հետ խոսում է, դրա համար է այտենց խոսում, որտեվ ձեզ թվում է մենակ դուք գիտեք, թե ում մոտ եք այդ ում ինչ թղթաբանություն սարքեք։ Այդ բոլորը մեզ էլ է հասնում, հասկանում եք թե չէ։ Դա այտենց խանդալում այդ բան է ստեղծվում։ Կամերեքի դեմ ինչ որ ուրիշ բան եք խոսում, բայց գնում եք այնտեղ արդեն բան եք, այս 2-3 շաբաթը պատրաստում եք, որ պետք է ազգային ժողով մտնեք։ Ուժեղ տղեկ։ Ասում է Վրաստանում բան էր, դրա համար մենք ենք ուզում ախպեշը դե գնա հանցակից տարի։ Դուք ձեր բերնով ասում եք այդ մարդը հանցագործ է, մարդը թուրք է, այդ մարդը թուրք ասելուց չի նեղվում, այդ մարդը էս է բացում, չենք ուզում, էս են հակապետական։ Դուք եք մասնակից դառնաք այդ նույն բաներին։ Բա դուք ձեր եթե նա դավաճանա ձեր ասելով, բա դուք ինչով եք տարբերվում իրանից այդ դեպքում։ Ես ունեմ կյանքում չեմ կային ասել, որ Նիկոլ Փաշինյանը դավաճանա, որտեղ ես այդ փաստագրված ինչ-որ բաներ չունեմ, որ այդ մարդը ինչ-որ մեկին առհասարակ ասեմ, որ նա դավաճանա։ Ես առհասարակ իմ դաստիարակությունը նախ չի թույլ տալիս ինչ-որ մեկին դավաճան անվանել, հայհոյել, առավել եւս, տենց բան չունեմ, կամ մեղադրել։ Քանի որ ես եմ շատ դեպքերում ինձ անիմաստը կարող ապուշության մեջ մեղադրեն, անիմաստ։ Ես նախ այդ դաստիարակությունը չունեմ, որ ինչ-որ մեկին մեղադրեմ, հայհոյեմ, առավել եւս, ոչ էլ ուրիշին եմ ուզում տենց բանի մեջ մեղադրեմ, քանի որ ես ոչ փաստեր ունեմ, ոչ մի չունեմ։ Այդքան ասում եք, այդ փաստերը ներկայացրեք ժողովուրդ։ Ասում եմ Արցախը հանձնել են։ Արցախը ոնց է հանձնվել, Արցախը միանձնյա է հանձնվել։ Եթե մենք տենց վերցնենք Արցախը որ հանձնվել է, ուրեմն ինչ որ մի ուժ ֆիքսենք, հա, օրինակ Նիկոլ Փաշինյանն ղեկավարն է երկրի ու իր գլխավորած ուժը դավաճան է համարվում։ Բայց դուք եք ընդդիմությունում, չէ՞, Ռոբերտ Քոչարյանը, դաշնակները ընդդիմություն բան չէիք, պարլամենտում նստած չէիք, որ որոշումներ էիք բանանում։ Ուր էիք այդ ժամանակ, կարեք նա ինձ ասեք։ Կամ չէիք նստում նիստերին, կամ առավոտը գնում եք բան եք սեղմում Ալեն Սիմոնյանի ասելով, էլի ես այնտեղ չեմ եղել, Ալեն Սիմոնյանը որ խոսում է, դուք չէիք հակազդում իրան, չէիք հակապատասխան տալի։
Գնում եք այդտեղ ներկա եք գտնվում, որ ձեր գումարը նստի այդ օրվա կամ չգիտեմ ոնց է այդտեղ աշխատում, ու գնում եք տաներով ձեր։ Բա ուր եք այդ ժամանակ, որ Արցախ էին հանձնում։ Ժողովուրդ ինպես ընդդիմադիր 2019 թվականին երևի տես 10 հոգի լիներ ամբողջ Երևանով մեկ, 10-ից մեկը ես եմ եղել։ Դաշը պապաս էր մեկ-մեկ ինձ տես բանանում, ողորմածիկ ասում էր, այդ տղա սկի Ռոբերտ Քոչյանը տես ընդդիմադիր չի, ինչ դու ես տես ընդդիմադիր, ինչ ես ընկերս կոմենքում գնա, կյանքդ ապրել է, ինչ ես կպետ բաների մեջ քաղաքական։ Դաշը պապաս էր ինձ բրիկորներ անում, էլի կոպիտ ասած։ Բայց իմ ընդդիմադիր լինելը կապված չի եղել այս պրոռուսական կամ ես իմիջնես բաների մեջ։ Իմ ընդդիմադիր լինելը կապված եղել իմ ազգայնական ուղղվածության հետ կապված։ Այսինքն ազգայնական եմ, ես դա չեմ թաքցնում։ Թող ինչ-որ մեկի համար ազգայնամոլ էր եղում։ Ես ազգայնական եմ։ Ես չեմ կարող ուղղակի իմ սրտով չի օրինակ թուրքերի հետ սահման բացելը, ադրբեջանցի հետ սահման բացելը իմ սրտով չի։ Եթե արցախցիների համար իրանց այն արձանը որ կա պապիկի ու տատիկի արձանը իրանց համար տես խորհրդանիշ է որ միշտ տեսել են Ստեփանակերտից բան Խոջալեի ճամփին է չէ՞ թե ինքը Ուչեպկի միշտ որ տեսել են բան այդ իրանց համար բան ու հիմի sense անսովորը իմ համար է Մասիս սարն է այդպես միշտ եղել պստիկ ժամանակվանից քյորփա տարիքից դասի գնալուց միշտ Մասիս սարին էի նայում ու մեր բաների մեջ դասատուներով բաներով միշտ խոսում ենք Մասիսը, բան, թուրքերը խլին, կոտորին եւ այլն եւ այլն։ Նույն ձևը ես այդտենց եմ նայ այդ հարցերին։ Մասիսը իմ համար սրբություն է, Արարատ է, այսինքն։ Մասիս ենք մենք Երևանում միշտ ասի Արարատին։ Ես առանց այդ բավարար ադրբեջանցիների մասին 12-13 տարեկան եմ սկսի իմանամ, երբ որ արդեն պատմության գրքերով էինք նայում, որովհետեւ ոչ թե հետաքրքրված չէ, այլ ոնց որ չէր շոշափում այդ թեման այդ ժամանակ այդքան։ Հիմնականը թուրքերի հետ կապված էր մեր մեր բաները թուրքերի հետ կապված էր հարցերը, որովհետև ադրբեջանցի հետ այդ ժամանակ լուծված էր համարվում Արցախի հարցը, դա մարտեն չէր քննարկվում այդքան։ Ու առանց այս ադրբեջանցի չգիտե որ կար։ Ես գիտեմ որ թուրք են դա, որտեղ բոլորը թուրք էին ասում, չգիտեմ խի դրանց։ Վերջում թուրք դառան իրոքից։ Հազար անգամ ասացի գնացեք առողջ ուժերի ընտրեք, առողջ ուժերի, որպեսզի sense խնդիրներ չլինեն։ Այս մարդիկ գնալու են դա պարզել են, այդ իրաց այդ նախքին այդ բաները, մարսպետների շատ իմանամ ովքեր բաներ, որ արդեն իրենց Facebook-ներով բանում էս երկու շաբաթը էփում էին արդեն իրենց ընտրազանգվածին, բախի չէ, թանկ բա Վրաստանի օրինակ էին բերում, ես ինչ օրինակ եմ բերում, արդեն երևում էր որ տենց էփում են ժողովրդին իրենց ընտրազանգվածին, որ գնանք ավելի լավ կլինի։ Հենա տեսան 21 թվին է գնաց Ռոբերտ Քոչյանը մտավ ազգային ժողով, ու իր դեմքով չգնաց, իր բաներով, դաշնակների դեմքով ավելի շատ գնաց։ Ինչ եղավ որ Արցախը տվեցին։ Բոլորին պարզ է որ իրանք վերցնելու են մանդատները, բայց ոչ sense ինչ որ բանով էլի մենք որ չվեկալենք ավելի վատ կլինի։ Ի՞նչն է վատը լինելու։ Կասես ինձի։ Ես ժողովուրդ հասկացեք իմ համար մեկը իրանք կվեկալեն չեն վեկալի, հասկանեք իմ համար բացարձակապես Ռուսիասից ֆիալետովի է իրանք կվեկալեն թե չեն վեկալի։ Ստե հարցն է որ դուք ովքեր որ 500,000 համարը ձայն են հավաքի իրանք ընդհանուր ընդդիմադիրներ 500-ը բերնով ես ասում 21 թվին Քոչարյանը 270-ներ ինչքան էր հազիվ հավաքեց 230-ներ 70-ներ չգիտեմ 5.5 միլիոն ձայն են համարը հավաքել հիմի կապ չունի դրսից են բերել ոնց են արի ինչ հավաքել են ամենայն դեպս այդքան մարդ ստաց սպասում էր որ իրանք պետք է չվեկալեն ու ինչ որ տես մի հատիկ բան ստեղծեն չգնաժամային իրավիճակ ստեղծեն հիմա իրականում չէ մենք պիտի գնանք նստենք Նիկոլ Փաշինյանի մոտ ընդդիմադիր աշխատենք հասկացեք այս ընդդիմադիր մասն այս պրոռուսական ռուսամետ մասն չի կարա Նիկոլ Փաշինյան փոխի չի կարա առհասարակ Նիկոլ Փաշինյանին փոխելը անհնար է մեզ համարում որովհետև նախարարությունը ազգի մեծամասնությունը իր կողմնակայինած ոնց գցում բռնես ազգի մեծամասնությունը հատկապես մարզերում Նիկոլ Փաշինյանի կողմնակայինած հələ եթե քաղաքում ինչ որ տենց կոպիտ ասած 60-40-ի է Նիկոլի կողմ Երևանում էլի նկատի ունեմ մարզերում բացարձակ մեծամասնությունն է Նիկոլ Փաշինյանն ու բացի Լոռու մարզից որտեղ որ իրանք ընդդիմությունը շատ էր ձայն տարել ու բարձա ինչի համար անհնար է Նիկոլ Փաշինյանին փոխել Նիկոլ Փաշինյանին հնարավոր է փոխել միայն երբ որ գա լեգիտիմ նորմալ հայամետ ինչ որ ընդդիմություն երբ որ գան Գուրգեն Սիմոնյաններ ազգային ժողովում լինեն ընդդիմություն Վլադիմիր Պողոսյաններ
իմ անունը չեմ ուզում տամ։ Չնայած ես եք ուզեի։ Ոչ թե կուզեի գա այդտեղ գումար աշխատեի, ինչ որ չգիտեմ, այլ իմ ազգի համար աշխատեի։ Որովհետև մեր ձայնը ավելի լսելի կլիներ Նիկոլ Փաշինյանին, ավելի ընդունելի կլիներ, որովհետև մեր ձայնի հետևից, որ տենում ենք, որ հետևը ոչ գումարը, ոչ գումար կա, ոչ ինչ որ Պուտին կա, ոչ Եսիմով կա, ժողովուրդը գնում է այդ մարդկանց հետևից։ Իրանց հետևից ով է գնալուց კი միտենք չեն ուզում անեն։ Այդքան մարդ բռնեցին, ում հետևից իրանք գնացին, կարեք ինձ բացատրեք, քանի մարդ նստավ։ Մենակ YouTube-յան այդ ալիքները որ նայես մի 100 երևի տեսանյութ էր հրապարակե քննչական կոմիտեն, որ մեկին բռնեցին գումար վերցնելուց, մեկին բռնեցին գումար բաժանելուց, մեկին բռնեցին, չգիտեմ, ընդ բան անելուց, ինչ որ մեկի տուններ մտել, սենց խոսակցություններ ու սենց բաներ, ու իրենց երբ մոտիկան հարցում ես, գիտեք ինչ կա, այսքան մարդու որ դուք ընտրակաշառք եք բաժանում, այս ինչ է կատարվում, իրանք խաբա չեն։ Դա մենք չենք ասում։ Քննչական կոմիտեն ասում է, որ Սամվել Կարապետյանի շտաբում սենց բաներ է կատարվում, փող են բաժանում, իրանք ասում են, դա մենք չենք, ով մեզ ի նկատի ունի, դա շարժ է մեր վրա անում։ Այսինքն, եթե նույնիսկ իրանք ճիշտ են ասում, հա, որ իրանք կապ չունեն, իսկ այս մարդիկ գիտեն, թե իրանք հետ են գործանում, այսինքն իրանք այս մարդիկ ովքեր որ հիմա նստում են բանտեր, բանտախցեր, իրանք քցված են կոպիտ ասած։ Իրանք հետևից գալացող չկա։ Եթե սա ճիշտ է, ու ես չեմ կարծում էլ որ քննչական կոմիտեն պետք է տնի ինչ որ վիդեոներ հորինի, որ մեկի ռեյտինգը գցի, էլի չգիտեմ։ Այն այդ մարդը տակի տակ նստած է։ Ես չեմ ուզում ինչ որ մեկի ոչ կողմը բռնեմ, ոչ պաշտպանեմ, ոչ ես մեղադրեմ։ Քննչական կոմիտեն ամեն ինչ ցույց կտա։ Դատավարությունները ամեն ինչ կբերեն այն նրան, որ մենք իմանանք, որից հետո է, բայց ես որ ասում եմ ձեզ, եթե դուք այդքան տես ուզում եք, որ Նիկոլ Փաշինյանը չլինի կամ տես մի հատ նորմալ ընդդիմություն լինի, որը որ կարող է լինի գերակշռող, ասես մի հատ ուժ, այսինքն ոչ թե գերակշռող, այլ հակազդող մի հատ ուժ, որը որ կարա հակազդի Նիկոլ Փաշինյանի միանձնյա որոշումներին, ապա պետք է գնաք ընտրեք Գուրգեն Սիմոնյան, այնտեղ չգիտեմ, չեմ կարող ասեմ, լավ, այնտեղ որ ուրիշ մարդ դուրս չգա, էլի։ Ինչ եմ Գուրգեն Սիմոնյան ասում, որտեղ մի քիչ մոտիկ է ինձ իր մտածելակերպը, ազգային բաներ ունի ինքը, եվրոպական բաները չհաշված, այդ դեմոկրատական բայրը, ինքը ազգային բաներ ունի, հայկական։ Այդ մյուսներին քիչ եմ ուզում ասեմ, արևմտամետերին բացահայտ լևակներ այնտեղ կան, էլի չեմ ուզում։ Գիտեք, լևակների հանդեպ իմ վերաբերմունքը ես դա չեմ սիրում, էլի, այն որ գլոբալիզացիա է տեղի ունենում, բերենք միգրանտներ լցենք, բան, այդան դեմ եմ ես։ Գուրգեն Սիմոնյանն ես արխային կարող եմ ասել, որպես ընդդիմություն ինքը լիներ, քանի որ իր ասածները ազգային բաներ կա մեջ, այսինքն իմ հայկական արմատների հետ կապված բաներ կա պահպանողական։ Մյուս արմատամետին չեմ ուզում օրինակ բերեմ, իրանք հա չելնի որ լինեին բանում, բայց ես չեմ կարող իրենց տենց իմ կողմից կոպիտ ասած պատժ կանեմ, որովհետև բացահայտ ձախ լիբերալական ինչ-որ մտքեր է։ Ես լիբերալական մտքին առհասարակ դեմ եմ, այնպես բացահայտ ձախ։ Բայց գոնե իրանք որ լինեին ընդդիմություն, գոնե ինչ որ տես հակազդող ուժ կարող լիներ Նիկոլ Փաշինյանի դեմ, որպեսզի ոչ թե Նիկոլ Փաշինյանի դեմ, այլ իր կատարած որոշումների դեմ։ Եթե օրինակի համար դուք դեմ եք թուրքական սահման բացվելուն, եղբայր ես մարդուն այսքան ձեն եք տվել, ինքը միջև վերջ առաջ կտանի ձեր ասածը, ձեր ձայնը առաջ կտանի, կհասցնի միջև որտեղ որ պետք է։ Այս մարդիկ չեն կարող հասցնել, որտեղ լիքը խնդիրներ ունեն, դատական լիքը խնդիրներ ունեն։ Մեկը դատվում է գումար բաժանելու համար, մեկը դատվում է անօրինական ինչ-որ տարածքներ ունենալու համար, մեկը դատվում է այսինքն բաների մեջ, հանցագործությունների մեջ։ Իրանք իրենց դատական գործեր թողեն ձեր բաներով զբաղվեն, որ դուք չեք ուզում սահման բացվի եւ այլն եւ այլն։ Նարեկ Կարապետյանը որ ասում է, բան, այդ մենք դեմ չենք թրիփի բացմանը, հա, Զանգեզուրի միջանցքի բացմանը, որ Զանգեզուրի միջանցքը չէ, էլի թրիփի։ Իմ համար ճիշտ ասած տենց մեծ տարբերություն չկա աշխարհագրական առումով, բայց անվանումներով կա մեծ տարբերություն։ Թիացի Զանգեզուրյան միջանցք, որովհետև ինքը պնդում էր, որպեսզի այնտեղ լինեին նաև ռուսական եւ չինական ուժեր, չէ՞։ Պետրոսի մոտ երբ որ հարցազրույց էր տալիս։ Եղբայր, դուք համ դեմ եք սահմաններ բացվելուն, համ ասում եք եկեք բացենք, բայց վատ բան դա չէ, բայց թող այնտեղ լինի ռուս ու չինացի։
Որ ռուսո-չինացի եղավ սահմանը չի բացվելու, այսինքն ես այդ լոգիկան չեմ կարող հասկանում, ոգի այնքան են ֆրցնում մարդ շփոթում է իրար սա, սովորական մարդը կշփոթի կմտածի թե այս մարդիկ ինչ որ տես լավ պլան ունեն, չեն թողում իրենց պլանները իրագործեն։ Շփոթում են, ասես հոլի պես ֆրցնում են մարդկանց։ Դուք հիմա դեմ եք, թե ուզում եք բացվի այդ տարածքը, ես չեմ կարող հասկանամ։ Եթե դուք չինացի ու ռուս բերեք, մեկ այդ տարածքը բացվելու է, չէ՞։ Բերելու եք, որ իրենք այդտեղ չէ, ինչ որ ներկայություն ունենան։ Թուրքիան բացվելու չէ սահմանը։ Այդ դուսական դուք դեմ չեք Թուրքիա սահման բացելուն։ Այդ ձեր իմաստը ո՞րն է, որպես ընդդիմություն գաք։ Ձեզ ընտրած այդ համելիք 5 միլիոն մարդիկ ձեզ ձայն են տվել, ոչ թե որ դուք համաձայն եք ամեն ինչ Նիկոլ Փաշինյանի հետ, բայց այնտեղ ինչ որ ուղումներով չինացի ռուս բան բերելով, այլ առհասարակ ձեր ընտրած զանգվածը կատեգորիկ դեմ է Թուրքիայի սահման բացելուն, Ադրբեջանից սահման բացելուն։ Դա ո՞ւմ է գա, ով չգիտի դա։ Հիմա ես էլի հարց եմ տալիս, դուք դեմ եք թե կողմ եք։ Համ ասում եք դեմ եք, համ էլ ասում եք բան։ Չպիտի սահման բացվի այս լինի, հետո ասում եք, չէ, գիտեք ինչ կա, լավ բան է, թրիպը պրոստը պետք է ռուս բանը մեջ ավելացնենք։ Նախարարը ո՞նց է տենսել, ո՞նց է ձեր կարծիքով Թրամփը բան անելու։ Թողելով որ ռուսական զորքեր լինի թրիպի տարածքում։ Մեղրի այդ ճանապարհներով ո՞նց է լինելու կամ չինացին առհասարակ արդեն իմաստը չկա իրան վերելու, որտեղ ինքը արդեն պրոյեկտի մեջ է, որովհետև միջանցքից է այդ բանը գալու, բեռնափոխադրումները գալու։ Այսինքն հետևաբար եթե միջանցքից է գալի, միջինասիական երկրներից է գալի, միջինասիական երկրները ուր դեղից են ապրանք ստանում, Չինաստանից են ստանում։ Այդ իմաստը ո՞րն է, որ չինական զուտեղ բան բերեք, ներկայություն բերեք։ Եթե Չինաստանը արդեն ապրիորի կա այդ բանի մեջ, պրոյեկտի մեջ, նախագծի մեջ։ Ժողովուրդ, դուք տենց վատ կարծիք ունեք հայ ժողովրդի մասին։ Տղեկ։ Այս ընդդիմության եմ դիմում ռուսական, պրոռուսական։ Դուք լուրջ մտածում եք, որ տենց մեր հայազգը տենց բան է, հա, ապուշ ինչ որ մի հատ տենց մասսա է, որ չի հասկանում ոչ մի բան։ Այդ ֆրցնելով բանով ձեզ թվում է, որ տենց կանցնի կգնա սա։ Այդ որ այդքան ռուս եք ուզում բերեք այստեղ այդ սահմաններով, որ ասում եք դուք ես ռուսին դեմ, ժողովուրդ, ռուս ինչքան մեզի գցեց, ինչքան կարա գցի, որ դուք էլ ասեք ախպեր ջան, ռուսը մեզ թշնամի է։ Լավ թող թշնամի չլինի ախպեր, մի բերեք մտցրեք մեր սահմանների մեջ ռուսին, ախպեր հոգնակ արդեն, չունեք էլ այդքան տարածքի տալու։ Սա որը ռուս ֆրցնելով ման են գալի։ Ռուս բերենք, տեսանք ռուս ինչ հայց Ղարաբաղում տվեց սա։ Խինքը 18 թվականին 1918 թվականին ո՞նց է այդքան մենք տարածք տվել, երբ որ 1 միլիոնանոց տոլի միլիոն ու կես զորքը ռուսական դուրս է հանվում Կովկասյան ճակատից, ինչ է տեղի ունենում։ Աթաթուրքը հարձակվում է Վրաստանի ու Հայաստանի ուղղությամբ, վրացական ու հայկական ուժերի ուղղությամբ։ Ամբողջ արևմտյան Հայաստանն այնտեղ կարսով էր զրումով, ինչ որ արդեն հետ ենք վեկալես, ամբողջությամբ տալիս ենք թուրքերին։ Դաժան տեքսկի կռիվը չի լինում։ Այդպես դավաճանական բաները տեղի ունենում։ Հայ գեներալը կարծի ամրություն ինքը իրեն գրքից խփում է անճարությունից, տենալով ինչ հա կատարվում այդտեղ, ինչ դավաճանության մասշտաբը այնքան բան եղել, որ մարդիկ գեներալներն ինքնասպան էին ելնում այդ դավաճանություն տենալուց, ու սա ռուսի պատճառով է դա եղել։ Այն ամենակարևոր պահերին, երբ որ պետք է ռուսը մեր կողքը պրոստը կանգնացելներ, չեմ ասում մեր համար կռիվ տա, մեր համար ինքը կյանքում կռիվ չի տվել, ինքը միշտ կռիվ տվել իր շահերի համար։ Ռուսը կյանքում հայի համար կռիվ չի տվել, ռուսը միշտ կռիվ տվել իր շահերի համար։ Ռուսը եթե հայի համար կռիվ տվողն էր, իր ազգակիցի հետ կռիվ չէր տա ուկրաինացու հետ։ Ուկրաինացին հետ իր հալել աղբերն է կոպիտ ասած, իր հետ չէր մորթի ուկրաինացուն։ Ոնց կարա խոսքի ուկրաինացուն մորթող ազգը, պետությունը լինի աղբեր մեզի, որ մեզի դուք գիտեք ոնց է վերաբերվում, ինչ վատ բառերով է վերաբերվում։ Մտ լոգիկա էլի միացրեք, ուղղակի հասկանաք էդի։ Ոնց որ հերի իր սեփական երեխուն ծեծի ջարդի ու դու հույս ունես, որ տանես էս մարդու մոտ, որ ինքը ուսուցիչ լինի քո երեխու համար, իրեն բան չի անի, այդ երեխուն բան չի անի։ Բնականաբար եթե իր սեփական երեխունա ծեծում են, ուրիշ երեխուն, խալքի երեխուն կծեծի ու կծեծի, չէ՞։ Դա զուտ օրինակի համար եմ ես բերում։ Սարդարապետի ճակատամարտը որ չնելու հայրը տենց ուժեղ կատաղի մենամարտ չտային, թուրքը մտնելու Երևան, թուրքին ինչի համար է ստե հարձակվել 18 թվականին։ Երևան էր չէ մտնելու։ Դա ձեր ռուսը բա ռուս ուր էր ռուս այդ ժամանակ։
Այս տարածքը այդ ժամանակ Արևելյան Հայաստանը համարվում էր ռուսական տարածք, չէ, ռուսական ազդեցության տարածք էր համարվում։ Թուրքը ռիսկ կունենա, որ հարձակվեր ռուսական ազդեցության տարածքի վրա։ Թե Լենին-Աթաթուրք խոսակցության ժամանակ Լենին-Աթաթուրքի հետ հարաբերություններն տեղի ունենում ու Լենինը իբր թե մտածելով թե Աթաթուրքը համաձայնվել է կոմունիստ դառնան, թուրքերը կոմունիստ դառնան, ոսկի զենք ամեն ինչ տալիս է ու ասում է ու կանաչ լույս է տալի, որ Հայաստանի վրա հարձակվեն։ Հետո էլ այդ նույն Ապուշ Լենինին խափում է Աթաթուրքը ու ինչքան կոմունիստ ունի, տանում Սևծովի մեջ բան անում, խեղդում է։ Սպանում գցում է ծովը։ Ժողովուրդ դուք կարող եք, ես չգիտեմ, մեր ներվելի հաշվին ուզում եք տենց ինչ-որ բան անեք, ինքնահաստատվեք կամ ինչ անեք, ուղիղ խոսացեք, ոնց կա, վերցնելու եք վեկալեք, չեք վեկալելու, թքած եք վեկալեք, թե չեք վեկալի առհասարակ, իմ համար մեկը ուղղակի ազգն ամեղք, իմ ազգն ամեղք, հերիք այս ազգին տանջեք։ 500,000 հոգի մարդ բան արեցիք, ոտի հանեցիք, որ ձեզ ինտրեն, հիմա այդ մարդիկ հույսով են, որ պետք է բան անեք, ինչ որ պայքար բան անեք, ասում եք, գիտեք ինչ կա, դրսում երբ որ պայքար սկսվի, մենք ներսից ազգային ժողովի լեգիտիմություն կտանք այդ ամեն ինչին։ Դուք նախարարշտը ոնց է դրսի պայքարը լեգիտիմություն տալու ներսում ազգային ժողովի։ Նիկոլ Փաշինյանը տեն չար է, չէ, որոնց ինքը չէր մտնում ազգային ժողով 18 թվականին։ Տենց չէր։ Դրսում ինքը արեց իր անելիքը, որտեվ իր մեջքին ժողովուրդն էր կայնած, որտեվ ժողովուրդը հոգնել էր այդ խուժանություններից։ Ում այդ հարցեր ունենում, Վովա Գասպարյանի աղբերն է, Վովա Գասպարյանի աղբորտողու եսի միջնա, Վովա Գասպարյանի շոֆերի ընկերոջ եսի ճուտն է, ասես ում այդ հարցեր ունենում այդ թվակ 18-ից առաջ, չգիտեմ թե Վովա Գասպարյանի հետ էր կապված այդ մարդը, 90% դեպքերում։ Աղբերս այդ գործունեություն ինգերեսի Վովայի բանն է։ Ում հետ հարցեր ունենում, կապ չունի տղայական թե ինձ էվի հարց, իմ հարցը միշտ տղայական է եղել, բայց միշտ այդպես անուններ էին խառնում, Սերժ Սարգսյանը չգիտեր ինչա կատարվում իր շուրջը, քիչ էր զբաղվում այդ իր շրջապատի հետ, եթե ոնց կարող մարդ լինի նախագահ, տենա իր շուրջը ինչա կատարվում, իր բարեկամությունը ինչա անում ու հետո զարմանա, ասի, չգիտեմ քի ժողովուրդը չուզեց բան, իմ դեմ հելա բան, Պարոն Սարգսյան, ձեր դեմ ժողովուրդը հելա, ոչ թե նրա համար, որ ինչ-որ բանով դուք իր դուրը չէիք գալի, վատ եք խոսում, ինչ եք անում, ժողովուրդը նրա համար հելա, որտեղ բեսպրիձելը շատ էր։ Բեսպրիձելը տոտալ շատ էր։ Ու հիմնական ձեզ մերձ ինչ-որ շրջապատներ այդ բաներով զբաղված։ Հիմա չեմ ուզում ինչ-որ անուններ տամ, բաներ անեմ, 1500 տարվա նավթալին թեմաներ բացեմ։ Բոլորն է գիտեն այդ թեմաների մասին։ Իսկ եթե ձեր հետ կապ չունեին ու այդ մարդիկ ներկայանում էին որպես ձեզ ծանոթ, բարեկամ ու ինչ-որ մեկին վատություն էին անում, բիզնես էին գողանում, խլում, մեկին կարող 16 հոգու բռնեն ծեծեին ինչ-որ բանի համար, որ շուլման տային գազոնի մեջ այդ դուրը չգար այդ տղեն։ Մեկը ես եմ դες հարցեր ունեցել ձեր մերձակա շրջապատի հետ։ Հələ այն վախվանց ես բեսամ ձեզ դեմ եմ եղել պարոն Սարգսյան։ Ահա որ դե էլեկտրիկ Երևան, սա մասնակցել եմ որ դուք հելնեք գնայիք։ Որտեղ որ դուք ինչ որ վատն եք որ ձեզ չեմ ուզում, ձեր շրջապատն ահա որ վատ է եղել։ Ձեր շրջապատն ահա որ վատն է եղել։ Բեսպրիձելով զբաղված եղել ձեր շրջապատի մեծամասնությունը։ Մարդ կարող բռնեն 10 հոգով ծեծեին խուժանավարի։ Ու ասին դե ապեր բախտը բերեց այսօր մի քիչ տրամադրություն ստեղծել չտարանք թաղենք խանութի տակ քեզի։ Էդ հոյի մետ է տենց բաներ եղել։ Նենց որ էլի եկեք հիմի բան չանենք, չգիտենք ոնց եղավ, լավ է գիտեք ոնց էս ամեն ինչը տեղի ունեցել, քիա հեղափոխություն տեղի ունեցել, հեղափոխություն եղել, որտեղ բեսպրիձելը շատ էր երկրում։ Հիմա գոնե, որ sense նայում ես, ինչ որ մի հատ տես շարժ կա, աճ կա, բան կա, այնտեղ չգիտեմ, գումարը պտտվում գոնե, մի բան կա գոնե։ Դա համար ժողովուրդը չի ուզում գնա Նիկոլ Փաշինյանից այնքան ինչ որ մարդ ընտրի։ Ընտրելուց է պետք է նորմալ ընդդիմություն ընտրի, ոչ թե ինչ որ մարդ ընտրի, որ Նիկոլ Փաշինյանին փոխվի։ Նիկոլ Փաշինյանը հիմի լավնա, վատնա, թուրքերի հետ մոտիկանում, չի մոտիկանում, մեկի դուրը գալիս է, չի գալի, համեն դեպս երկիրը տնտեսապես զարգացնում է։ Ու հիմի մեզ ավելի շատ ընդդիմությունն է պետք փոխել, որպեսզի Նիկոլ Փաշինյանին առողջ ուժը լինի հակազդող։ Քանստի ինչ որ ես իմ ում բերենք, որ չգիտեմ, ռուսական բանը ստե ուզում բերի, տեսանք ռուսները ինչ են անում, ռուսները մեզ միշտ գցել են։ Իսկ գիտեք թե ռուսը մեզ միշտ գցել, ռուսը երբ զգացել է հայ ուժվանումը, իրան ձեռնտու չի եղել, որպեսզի Հայաստանում
այս տարածաշրջանում, այսինքն լինեն ինչ-որ տես ուժեղ պետություններ, Վրաստանի պես, Հայաստանի պես, դե Ադրբեջան չեմ խոսում, այնի արհեստական պետություն է, ռուսների սարկած պետությունն է դա։ Ռուսաստանին ձեռնտու չի եղել, որպեսզի Հայաստան լինի կամ առհասարակ իրենց գեներալները ինչ են ասում, մեզ Հայաստանը պետք է առանց հայերի, այն հələ 100 տարի առաջվա բաներ եմ ասում։ Մեզ պետք է որպեսզի հայերի իրենց բառերն самосознание в армянах, чтобы не было в самосознании армянах, чтобы не было желанию к независимой страны։ Իրենց գեներալների բառերը չի դա։ Ոչ չեմ հորինում։ Ռուսաստանին ասենց ասեմ, Ռուսաստանին ձեռնտու եղել, որպեսզի Թուրքիան այս մեր հողերը վեկալի թուրքերի հետ ավելի հեշտ կարողանա պայմանավորվի, քան թե մենք կլինենք ազատ անկախ պետություն։ Միշտ այնց է եղել։ Դա համար հիմա դες ոռը ճղում է։ Պուտինը որ չգիտեմ, ստեղ ինչ որ մռմռում է, բեսամზე որ եթում ենք դեպի Եվրոպա։ Որտեվ անկախանում ենք։ Համեն դեպս եվրոպացիքի մոտ այդպես բան ես չեմ նկատել, որ ինչ որ մեկի հետ որ հարց ունենան, այդպես աբիժնիկավարի բաներ անեն, որ այդ պետությունը գցեն կրակի մեջ։ Իսկ ռուսը անում է, միշտ արել է։ Հիմա բացահայտ է ուղղակի, սա երևում է։ Իսկ այն վաղ միշտ արել, փակ արել։ Մեկին մեկով փոխել է, դու ասել ես, գիտես ինչ կար։ Նույն բանը կրկնվել է 20 թվին ինչ է տեղի ունեցել, ինչ էր իր ուզածը։ Հայաստանը ամբողջությամբ այդ մեկ գցել այնց օրը, որ խառնաշփոթ իրավիճակ տեղի ունենար, Արցախը տվեց, տակիտակ տվեց արդեն բանին թուրքերին, իրանը հենց այդ է պետք է միջանցքեր ուզում բացել, Զանգեզուրի միջանցքեր էր բացում, որ թուրքերը հետ կարողանար բան անել, համագործակցել ու արևմտյան սանկցիաներից է բան անել ինքը ձերբազատվեր։ Այդ էր իր սա հաշվարկը, որը որ տեղի չունեցավ, դա մայր միտես ոռը ճղվում է, մռմռում է հավորձև։ Էս չենք էլի ժողովուրդ այդ որ բաներ եք ասում, չգիտեմ Վրաստանի բանում եսին ինչ եղավ, եսին որ ախպերս Նարեկ ջան բիզնեսով զբաղվեք էլի։ Ուժեղ բիզնեսմեն եք դուք։ Ընտանիքով բան չեմ ասել, դուք ուժեղ բիզնեսմեններ եք։ Քաղաքականություն ձերը չի։ Խառը խուռնես բաներ եք ասում, մարդ չփոթվում է, լուրջ եմ ասում։ Միտեղ Թուրքին դեմ եք, միտեղ թրիփը լավա պետքա բացեք, միտեղ ասում են բան բխեք դեմ եթե բանա, եք ուզում բացիկ եթե դեմ եք, դե ռուսու բան ենք ուզում խառնել, չինացին տակիտակ մեջը կալ, չինացի որպես ինչ եք բերում ըստեղ։ Ինքը արդեն Սերեզինի կարեդորով որ ստե կապ եղավ, արդեն չինացին տակիտակ կապ ունի Միջին Ասիայի հետ։ Խառնեն ասես բանեք սարքեն մարդիկը չգիտեն ինչ է։ Եթե ինձ եք խառնում, մյուսներին եք խառնում, բա սովորական մարդը կխառնի ու կխառնվի ձեր ասես բաների մեջ։ Հիմա ուզում եք հավատացնեք, որ բանը չեք վեկալում մանդատները, որպեսզի ինչ-որ պայքար շարունակեք, եսի ինչ անեք։ Մի ամիս անցել է համերյան ընտրություններից, մի ամիս անցել է։ Ուր է ձեր պայքարը։ Էլի եմ ասում դոկումենտացիաները, այդ որտենց ձեր բաները, այդ պատգամավորի տեխնացուները տալիս են, հա, որտեղ որ պետք է տան խառը տեղերով։ Այդ սա ամեն ինչ մասին մենք գիտենք։ Արդեն դոկումենտացիա եք տալի, որտեղ որ պետք է մենք տենենք այդ ամեն ինչ, ում եք ձեռ առնում։ Մեղք է այս ազգը, հերիք է այս ազգի անունը ծծեք, հերիք է, մեղք է այս ազգը։ Ամեն մեկ իր կողմից բան ֆրցնելով, բանով սարքելով մատիկ փաթաթան այս ազգին։ Դրա համար այս ազգը գնում է Նիկոլ Փաշինյանն ընտրում, ու ճիշտ է անում։ Ու ձեզ ընտրել, հա, որ sense բան անեք, խառնեք իրար, sense թուրքեր դեմ եք, թրիփին կողմենք, ես ինչ, բայց նույն բանն էի տոկում էլի, որ թրիփը բացում ես, արդեն Թուրքիի հետ բանս համագործակցում ես։ Ազգային բան են մցնում, Թուրքի տակ պարկող չենք Թուրքի հետ բան, բայց թրիփի մասին երբ որ խոսք հետում բան են անում։ Հետո մանկապարտեզ է, թե ինչ է։ Մի խոսքով այսքանը ժողովուրդ։ Այսքանը հաջողություն ձեզ։